Ստեղ են ասել, հələ մի հատ էս ուլին նայեք։ Անցած տեսանյութում մենք կանք առակ այս գեղեցիկ արևային դդումով պատրաստված կերակրատեսակների սեղանի շուրջ եւ հիմա սեղանարսեղան կպտտվենք։ Սեղանը անվանակոչված էր գառան մենամարտ, մի հատ նայեք ամբողջական գառը դրված է սեղանի վրա։ Մտածում էի խիա կոչվում գառան մենամարտ, բայց այս կադրերը տեսնելուց հետո ամբողջությամբ հասկացա։ Մյուս սեղանը կոչվում էր տոլմա ուդուլի, այստեղ տոլմայի բոլոր տեսակներն էին, մշո տոլմա, ծավալեղենով տոլմա, բանջարեղենով տոլմա ու տենց լիքը տոլմաներ։ Մյուս սեղանը կոչվում էր ջրերի պարգևներ, ինչպես հասկացաք այստեղ բնականաբար ձկնատեսակներ էին, ձկան պահածոներ ինձ համար նորություն։ Մեր մյուս սեղանը կոչվում էր հայկական մսով, սրտով ու սիրով, հիշում եք չէ, այս կադրը չեք կարա մոռանալ, խոզի գոչին զնգամողջական դրված սեղանին շատ հավես էր, այստեղ նաև արիշտաների տեսակներ էր, կոլորակ և այլն։ Համ ու հոտ ջավախքից գլխավոր կերակրատեսակը դրված է կենտրոնում, Բայազեդի խաշլամանը։ Այստեղ պատրաստում էին հարիսա, չախովիլի, ինչպես հասկացանք, հավից պատրաստած կերակրատեսակներ ենք մոտեցել այս սեղանի շուրջ տեսնելու, այրումի ամիջ, լցոնած հավ և վերջում էլ գեղեցիկ տեսանյութը ավարտենք այսպես տիպից գեղեցիկ ֆուրշետի տեսարանով։